Երբ ծնողները գալիս են ինձ մոտ եւ բողոքում իրենց երեխաներից դժվար, անհնազանդ, ոչ այնպիսին, ինչպիսին մենք էինք ուզում, ես միշտ նույն բանն եմ հարցնում՝ մեկ հարց։ Եվ դրանից հետո մարդիկ լռում են։ Երբեմն մեկ րոպեով, երբեմն ընդմիշտ փոխեցելով իրենց վերաբերմունքն իրենց երեխայի հանդեպ։ Այսօր ես ձեզ կտամ այս հարցը, բայց ոչ հիմա, մի փոքր ավելի ուշ, որովհետև նախ դուք պետք է մի բան լսեք։ Հակառակ դեպքում այս հարցը չի աշխատի, այն պարզապես կանցնի կդնա։ Իսկ ես չեմ ուզում, որ այն անցնի։ Դրանից շատ բան է կախված։ Իմ անունը Տեր Նիկոլայ է։ Ես արդեն 30 տարի ծառայում եմ եկեղեցում։ 30 տարի ես մկրտում եմ նորածիններին, խոստովանեցնում մայրերին եւ հոգեհանգիստ կատարում տարեցների համար։ Եվ այս 30 տարիների ընթացքում ես նկատել եմ մի բան, որի մասին գրեթե ոչ ոք բարձրաձայն չի խոսում։ Մենք, ծնողներս, ապրում ենք տարօրինակ պատրանքի մեջ։ Մենք կարծում ենք, որ մենք ենք որոշել երեխա ունենալ։ Մենք պլանավորել ենք, ընտրել ենք ժամանակը, պատրաստվել ենք։ Իսկ հետո նա ծնվեց, եւ մենք ասում ենք, սա մեր երեխան է, մենք ենք նրան լույս աշխարհ բերել։ Բայց հետո մի անհարմար միտք է առաջանում։ Եթե դա մեր ընտրությունն էր, մեր որոշումը, մեր ծրագիրը, ապա ինչու է այս երեխան երբեմն բոլորովին նման չէ մեզ։ Ես չեմ խոսում արտաքինի մասին, ես խոսում եմ այլ բանի մասին։ Բնավորության, հոգու, այն մասին, թե ինչպես է նա նայում աշխարհին։ Ահա ինձ մոտ գալիս է մի կին, մեղմ, հանգիստ, համբերատար, իսկ նրա երեխան կրակ է, համար, բարձրաձայն, ամեն ինչ նրա սրտով չէ։ Նա ասում է. «Տեր հայր, ես չեմ հասկանում, թե նա ում է քաշել»։ Եվ ես լռում եմ, որովհետև այն պատասխանը, որը ես գիտեմ, նրա համար հեշտ չի լինի ընդունել։ Ոչ այն պատճառով, որ դա սարսափելի է, այլ որովհետև դա գլխիվայր շրջում է այն ամենը, ինչ մենք սովոր ենք հավատալ մեր երեխաների մասին։ Գիտեք, կա մի Սաղմոս, 138-րդը։ Այն հազվադեպ են վերլուծում քարոզներում։ Ավելի հաճախ կարդում են ուրիշները, 22-րդը, 90-րդը, իսկ սրանից խուսափում են։ Եվ ես երկար ժամանակ չէի հասկանում ինչու, իսկ հետո հասկացա, որովհետև այնտեղ ասվում է մի բան, որից հավատացյալի շունչը կտրվում է։ Այնտեղ Դավիթը դիմում է Աստծուն եւ ասում բաներ, որոնց սակայն մենք դեռ կհասնենք այսինքն այս Սաղմոսից առաջ։ Եվ երբ հասնենք, դուք կհասկանաք, թե ինչու է սկսեցի դրանից։ Բայց առայժմ հիշեք մեկ միտք, պարզապես պահեք այն ձեր մտքում։ Ձեր երեխան պատահական չէ։ Պատահական չէ, որ նա ծնվել է հենց ձեզ մոտ։ Պատահական չէ, որ նա ունի նման բնավորություն։ Պատահական չէ, որ նա երբեմն իրեն այնպես է պահում, որ չգիտեք, թե ինչպես վարվել նրա հետ։ Բայց ահա ամենաանսպասելի մասը։ Պատճառն ամենևին էլ այն չէ, ինչ սովորաբար գրված է դաստիարակության մասին գրքերում։ Ամենևին։ Ես 30 տարի դիտարկում եմ ընտանիքները եւ տեսել եմ մի օրինաչափություն, որն սկզբում ինձ պատահականություն էր թվում։ Երեխան հաճախ գրում է մի գիծ, որն ամենացավոտն է ծնողի համար։ Ոչ ամենահաճելին, ոչ ամենահարմանահարմարը, այլ հենց ամենացավոտը։ Կարծես ինչ-որ մեկը հատուկ ընտրել է նման համադրություն, որպեսզի ծնողը չկարողանա թաքնվել, չկարողանա շրջվել, չկարողանա ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Կինը, որը միշտ վախեցել է կոնֆլիկտներից, ստանում է ըմբոստ երեխա։ Տղամարդը, որը սովոր է ամեն ինչ վերահսկել, ստանում է երեխա, որին հնարավոր չէ վերահսկել։ Մայրը, որը հոգու խորքում վիրավորանք է տածում իր սեփական հոր հանդեպ, հանկարծ նկատում է, որ իր որդին անհավանականորեն նման է այդ հորը։ Ճիշտ այն մարդուն, ում նա փորձում էր մոռանալ։ Պատահականություն։ 30 տարի առաջ ես գուցե կասեի. այո, պատահում է, գենետիկա է, զուգադիպություն։ Բայց հիմա, հազարավոր խոստովանություններից հետո, հազարավոր ընտանիքներից հետո, հազարավոր մանկական աչքերից հետո, որոնք ես տեսել եմ մկրտության ավազանի վրա, ես գիտեմ, որ դա պատահականություն չէ, դա ծրագիր է։ Եվ այս ծրագիրն ունի հեղինակ, եւ այս հեղինակն ունի պատճառ։ Ինչ պատճառ։ Ահա թե ինչի մասին մենք պատրաստում ենք խոսել։
Եվ մենք կսկսենք հենց այն 138-րդ Սաղմոսից, որովհետև հենց այնտեղ է թաքնված այն ամենի բանալին, ինչ ես այսօր պատրաստվում եմ ձեզ ասել։ Դավիթը գրել է այս տողերը 3000 տարի առաջ, բայց երբ դուք լսեք դրանք, կմտածեք, որ նա գրել է դրանք ձեր երեխայի մասին, անձամբ ձերի։ Եվ այսպես, Սաղմոս 138, Դավիթը գրում է. «Եվ ես ուզում եմ, որ դուք լսեք յուրաքանչյուր բառը, որովհետև սա պարզապես պոեզիա չէ, սա հայտնություն է։ Դու ես ստեղծել իմ երիկամները, դու ես հյուսել ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզանից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի։ Զարմանալի են քո գործերը, և իմ հոգին դա շատ լավ գիտե»։ Կանգ առեք մի վայրկյան։ Հյուսել ես, ոչ թե ստեղծել, ոչ թե շինել։ Հյուսել ես։ Ինչպես ջուլհակը, ով թելերը վերցնում է մեկ առ մեկ և յուրաքանչյուրը դնում իր տեղում։ Յուրաքանչյուրը, ոչ պատահականորեն, ոչ էլ հապճեպ։ Եվ Դավիթը շարունակում է. «Եվ ահա, երբ ես իսկապես գիտակցեցի սա առաջին անգամ, ձեռքերս սկսեցին դողալ։ Քո աչքերը տեսան իմ սաղմը։ Քո գրքում գրված էին ինձ համար սահմանված բոլոր օրերը, երբ դեռ դրանցից ոչ մեկը չկար»։ Հասկանում եք, թե ինչ է այստեղ գրված։ Նույնիսկ երեխայի ծնվելուց առաջ, նույնիսկ մինչ մայրը կիմանար իր հռիության մասին, նույնիսկ մինչ ծնողների հանդիպելը, Աստված արդեն տեսել էր այս երեխային, արդեն գրել էր նրա օրերը, արդեն գիտեր, թե ինչպիսին է նա լինելու։ Յուրաքանչյուր բնավորության գիծ, յուրաքանչյուր քմահաճույք, յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր արցունք։ Այս ամենն արդեն Աստծո գրքում էր։ Եվ հիմա մտածեք, եթե Աստված հյուսել է հենց այս երեխային, հենց այս բնավորությամբ, հենց այս խառնվածքով, հենց այս առանձնահատկություններով և ուղարկել է նրան ձեզ, արդյոք դա սխալմունք է։ Արդյոք Աստված սխալվել է, շփոթել է հասցեն, ուղարկել է նրան սխալ տեղ։ Ոչ, 1000 անգամ ոչ։ Երեմիա մարգարեն հաստատում է սա։ Հիշում եք, թե Տեր ինչ ասաց նրան։ Դեռ քեզ արգանդում չստեղծած, ես ճանաչեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած, ես սրբագործեցի քեզ։ Նախքան բեղմնավորումը, նախքան սրտի առաջին զարկը, Աստված արդեն գիտեր, արդեն ճանաչում էր, արդեն սրբագործել էր։ Եվ նկատեք, նա չասաց. «Ես ճանաչեցի քեզ, երբ դու մեծացար և դարձար լավ մարդ»։ Նա չասաց. «Ես ճանաչեցի քեզ, երբ դու ուղղվեցիր»։ Նա ասաց. «Ամեն ինչից առաջ»։ Ցանկացած արարքից առաջ, ցանկացած սխալից առաջ, ցանկացած ընտրությունից առաջ։ Եվ սա նշանակում է մի զարմանալի բան, որը շատ ծնողներ, չգիտես ինչու, չեն կարողանում ընդունել։ Ձեր երեխան մաքուրես չէ։ Նա դատարկ անոթ չէ, որը դուք լցնում եք ըստ ձեր ցանկության։ Նա գալիս է այս աշխարհ արդեն ինչ-որ բանով։ Այն բանով, ինչ Աստված դրել է նրա մեջ։ Եվ դուք այս երեխայի հեղինակը չեք, դուք նրա պահապանն եք։ Տարբերությունը հսկայական է։ Հեղինակն այն մարդն է, ով գրել է գիրքը։ Պահապանն այն մարդն է, ում վստահվել է գիրքը։ Եվ սա փոխում է ամեն ինչ։ Որովհետև երբ դուք հեղինակ եք, դուք իրավունք ունեք վերաշարադրելու, ջնջելու գլուխներ, պոկելու էջեր, փոխելու սյուժեն ձեր ուզածով։ Բայց երբ դուք պահապան եք, ձեր խնդիրն այլ է՝ պահպանել, ոչ թե աղավաղել։ Օգնել այս գրքին բացվել։ Գիտեք, թե քանի անգամ եմ տեսել խոստովանության ժամանակ լացող մայրերի, ովքեր տարիներ են ծախսել փորձելով վերաշահադրել իրենց երեխային։ Ես ուզում էի, որ նա բժիշկ դառնա, իսկ նա նկարում է։ Ես ուզում էի, որ նա լինի հանգիստ և հնազանդ, իսկ նա վիճում է ամեն մի խոսքի համար։ Ես սպորտսմեն որդի էի ուզում, իսկ նա գրքեր է կարդում և լաց է լինում ֆիլմերի ժամանակ։ Եվ ամեն անգամ դա ցավ է։ Ոչ թե որովհետև երեխան վատն է, այլ որովհետև ծնողը փորձում է վերաշահադրել մի գիրք, որն ինքը չի գրել։ Բայց ես ձեզ դեռ չեմ ասել ամենակարևորը, ամենաանսպասելին։ Հիշում եք, սկզբում ես ասացի, երեխան հաճախ կրում է մի գիծ, որն ամենացավոտն է ծնողի համար։ Եվ այսպես, շատերը մտածում են, որ սա պատիժ է, որ Աստված այս կերպ պատժում է իրենց։ Ես մեղավոր էի, և դրա համար էլ որպես պատիժ ստացա դժվար երեխա։
Ես լսել եմ սա հարյուրավոր անգամներ եւ ամեն անգամ ուզում եմ բռնել այդ մարդու ձեռքերից, նայել աչքերին եւ ասել. ոչ, 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 սա պատիժ չէ, սա ընդհանրապես պատժի մասին չէ։ Ապա ինչի մասին է։ Եվ ահա թե ինչ եմ ուզում ձեզ պատմել հաջորդիվ։ Եվ դրա համար մենք պետք է վերադառնանք հենց սկիզբ, ծննդոց գիրք, Եսավ եւ Հակոբ անունով երկու եղբայրների մոտ, որովհետեւ նրանց պատմությունը յուրաքանչյուր ընտանիքի պատմությունն է, ներառյալ եւ ձեր։ Եվ երբ դուք լսեք այն, դուք կճանաչեք ձեզ դրա մեջ, երաշխավորում եմ։ Բայց կա եւս մեկ բան, որը ես առայժմ միայն կնշեմ։ Եկեղեցու պատմության մեջ կա մի մայր, ով աղոթել է իր որդու համար 20 տարի։ 20 տարի։ Պատկերացրեք, նրա որդին խմում էր, շնանում էր, ապօրինի կենակցում էր կնոջ հետ, պատկանում էր աղանդի, բոլոր չափանիշներով նա կորած էր, անհույս, հեռացած։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ողջ քրիստոնեության պատմության ընթացքը, բայց մենք կհասնենք նաև այդ պատմությանը։ Դա կլինի եւ դա կցնցի ձեզ։ Եսավ եւ Հակոբ։ Երկու երկվորյակ եղբայրներ, մեկ ալգանդ, մեկ մայր Ռեբեկա, մեկ հայր Իսահակ, մեկ ընտանիք, մեկ արյուն, նույն դաստիարակությունը։ Եվ լիովին, լսում եք, լիովին տարբեր մարդիկ։ Եսավը կոպիտ է, հողերեն, ամբողջությամբ տրված որսին եւ դաշտին։ Հակոբը հանգիստ է, խորամանկ, տնային։ Եվ ահա թե ինչն է ապշեցուցիչ։ Երբ Ռեբեկան դեռ հղի էր, երբ նրանք դեռ չէին ծնվել, Տերն ասաց նրան. երկու ազգ կա քո արգանդում, եւ երկու ժողովուրդներ կբաժանվեն քո ընդերքից։ Մեկ ժողովուրդը մյուսից ավելի զորավոր կլինի, եւ մեծը կծառայի փոքրին։ Նույնիսկ ծնվելուց առաջ, նույնիսկ առաջին ճիչից առաջ, Աստված արդեն գիտեր, թե ովքեր են նրանք լինելու, եւ ոչ միայն գիտեր, այլև կանխորոշել էր դա։ Եվ ահա թե ինչ եմ ուզում, որ նկատեք։ Ռեբեկան չընտրեց, թե որ երեխաներն են իրեն ծնվելու։ Նա չպատվիրեց մեկին հանգիստ, իսկ մյուսին դավարցաձայն։ Նա չխնդրեց, որ նրանք այդքան տարբեր լինեն։ Սա Աստծո ծրագիրն էր, նրա հյուսվածքը, նրա թելերը։ Եվ յուրաքանչյուր թել ուներ իր տեղը։ Բայց ահա թե ինչն է էլ ավելի հետաքրքիր։ Հայրը Իսահակը սիրում էր Եսավին, իսկ մայրը Ռեբեկան սիրում էր Հակոբին։ Ինչու։ Սուրբ Գիրքը պարզապես ասում է. Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև նա ուտում էր նրա որսից։ Այսինքն հայրը սիրում էր այն որդուն, ով իրեն հասկանալի էր, ով նման էր նրան, ինչ հայրը գնահատում էր։ Իսկ մայրը սիրում էր մյուս։ Եվ հիմա ես կասեմ այն, ինչ խոստացել էի սկզբում։ Հիշում եք, երեխան, ով կրում է մի գիծ, որը ցավոտ է ծնողի համար, երեխան, ով նման է ձեր անցյալի այն մարդուն, ումից դուք փախել եք։ Սա պատահականություն չէ եւ ոչ էլ պատիժ, սա հայելի է։ Աստված ձեզ հայելի երեխա է ուղարկում, ոչ թե ձեզ տանջելու համար, այլ որպեսզի վերջապես տեսնեք այն, ինչից շրջվել եք։ Մի վերք, որը դուք չեք բուժել, մի վիրավորանք, որը դուք չեք ներել, մի վախ, որի հետ դուք չեք պայքարել։ Այս ամենը չփակված, չբուժված, թաքնված, ձեր երեխան դուրս է բերում մակերես։ Ոչ թե որովհետև նա վատն է, այլ որովհետև նրա միջոցով Աստված ասում է ձեզ. ժամանակն է։ Ժամանակն է լուծել դա։ Ժամանակն է բուժվել։ Ժամանակն է բաց թողնել։ Արժանապատիվ։ Պայսիոս Աթրոսացին զարմանալի խոսքեր է ասել։ Աստված միշտ գտնում է մարդու սրտին հասնելու ճանապարհ։ Երբեմն ուրախության միջոցով, երբեմն վշտի միջոցով, իսկ երբեմն էլ երեխայի միջոցով։ Որովհետև մարդը չի կարող երես թեքել երեխայից, նա չի կարող, հենց դա է իմաստը։ Դուք կարող եք թողնել ընկերոջը, դուրս գալ աշխատանքից, հեռանալ ամուսնուց, բայց երեխայից, ձեր երեխայից դուք չեք հեռանա։ Նա միշտ մոտ է, նա միշտ ձեր աչքի առաջ է։ Եվ եթե նա հայելի է, ապա դուք չեք հանի այս հայելին պատից։ Եվ այստեղ շատերը հարցնում են. դե Տեր հայր, ենթադրենք դա հայելի է։ Ենթադրենք Աստված ուզում է, որ ես ինչ-որ բան տեսնեմ, բայց ինչու այդքան ցավոտ, ինչու երեխայի միջոցով, ինչու չէր կարող ավելի պարզ լինել։ Եվ ես կասեմ ձեզ, կարող էր։ Սպասեք,
Ես խոսում էի այն մասին, որ երեխան հայելի է ծնողի համար, բայց կա նաև այլ կողմ։ Կան երեխաներ, ովքեր հայելի չեն։ Կան երեխաներ, ովքեր գալիս են ոչ թե ձեր վերքը ցույց տալու, այլ այն բուժելու համար։ Կան մխիթարիչ երեխաներ, բուժող երեխաներ, եւ դրանց դեպքում դա էլ ավելի զարմանալի է, որովհետեւ նրանց պատմությունը կապված է ավետարանի ամենահզոր տեղերից մեկի հետ, այն բանի հետ, ինչ Քրիստոսն ասաց երեխաների մասին։ Եվ սա այն չէ, ինչ սովորաբար մեջբերվում է։ Հիշում եք, ես նշեցի այն մորը, ով 20 տարի աղոթում էր իր կորած որդու համար, Մոնիկային եւ Օգոստինոսին։ Եվ այսպես նրանց պատմությունն ուղղակիորեն կապված է նրա հետ, ինչի մասին ես խոսում եմ հիմա, որովհետեւ Օգոստինոսը Մոնիկայի համար եւ հայելի էր, եւ վերք, եւ ի վերջո ամենամեծ մխիթարությունը։ Այս ամենը մեկ Բոլորը գիտեն Քրիստոսի այս խոսքերը։ Դրանք մեջբերվում են ամեն քայլափոխի։ Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ մի արգելեք նրանց, որովհետեւ երկնքի արքայությունը այդպիսիններինն է։ Գեղեցիկ արտահայտություն։ Այն կախում են պատերին մանկական սենյակներում, գրում մկրտության բացածիկների վրա։ Բայց այս խոսքերն ունեն շարունակություն, որը չգիտես ինչու բաց է թողնվում։ Գուցե չեն նկատում, իսկ գուցե վախենում են նկատել։ Որովհետև Քրիստոսը պարզապես չասաց. «Թույլ տվեք մանուկներին գալ»։ Նա ասաց. «Եթե չդառնաք ու չլինեք ծմանուկների պես, չեք մտնի երկնքի արքայությունը»։ Լսում եք։ Ոչ թե այն, որ դուք սիրում եք երեխաներին, թեև դա ևս, ոչ այն, որ դուք հոգ եք տանում երեխաների մասին, թեև դա ևս։ Նա ասաց. «Դարձեք մանուկների պես»։ Այսինքն սովորեք նրանցից։ Նրանք ձեր ուսուցիչներն են։ Դուք չեք նրանց կյանք սովորեցնում, նրանք են ձեզ հավատք սովորեցնում։ Երեխան չգիտի, թե ինչ է վաղը։ Նա ապրում է այստեղ եւ հիմա։ Նա տարիներով ողջ չի պահում։ Նա լաց է լինում եւ 5 րոպե անց գրկում։ Նա վստահում է ամբողջությամբ, անվերապահորեն, առանց ապահովագրության։ Նա չի վախենում հարցնել։ Նա չի ամաչում իր թուլությունից։ Նա գալիս է ծնողի մոտ եւ ասում. «Ինձ ցավում է», եւ ակնկալում է, որ իրեն կօգնեն առանց հպարտության, առանց պատի։ Բայց մենք աղոթում ենք Աստծուն եւ հոգու խորքում չենք հավատում, որ նա կլսի։ Մենք Գիտեք թե ով է դասեր ստացել Աստծուց երեխաների միջոցով։ Հոբը։ Արդար Հոբը։ Մի մարդ, ումից Աստված վերցրեց ամեն ինչ՝ անասունները, ունեցվածքը, առողջությունը եւ երեխաներին։ Բոլոր 7 որդիներին եւ 3 դուստրերին մեկ օրում։ Եվ ինչ արեց Հոբը։ Նա չանիծեց Աստծուն։ Նա ասաց խոսքեր, որոնք ստիպում են սարսուռ զգալ։ Տերը տվեց եւ Տերը վերցրեց։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Բայց ահա թե ինչ սովորաբար չի նկատվում Հոբի գրքում։ Վերջում, երբ Աստված վերականգնում է Հոբին, նա վերադարձնում է նրան ամեն ինչ՝ անասունները, ունեցվածքը, առողջությունը եւ երեխաներին։ Կրկին 7 որդի եւ 3 դուստր։ Եվ Սուրբ Գիրքը նույնիսկ նշում է դուստրերի անունները՝ Եները, Եմիմա, Կեսիա եւ Քերեն-Հափուկ։ Եվ ողջ երկրում չկային այնպիսի գեղեցիկ կանայք, ինչպիսիք էին Հոբի դուստրերը։ Բայց նոր երեխաները նույն երեխաները չեն, ոչ նրանք ուն նա կորցրեց։ Նրանք այլ երեխաներ են, այլ հոգիներ, այլ ճակատադրեր։ Եվ այստեղ ես ուզում եմ, որ դուք մտածեք. Աստված Հոբին չվերադարձրեց նույն երեխաներին։ Նա նրան նորերը տվեց։ Ինչու՞։ Որովհետև նրանք արդեն Աստծո հետ են, նրանք արդեն նրա ձեռքերում են, նրանք չեն կորել։ Իսկ այս նորերը Հոբի համար են, այն Հոբի, ով անցավ կրակի միջով, ով կոտրվեց եւ վերականգնվեց, ով դարձավ ուրիշ մարդ։ Աստված չէր տա այս երեխաներին հին Հոբին, նա տվեց նրանց նորին։ Եվ ահա թե ինչ եմ Բայց առայժմ ուզում եմ ձեզ պատմել մի կնոջ մասին։ Նրա անունը Մոնիկա էր եւ նա ապրում էր 4-րդ դարում։ Եվ նա ուներ որդի, ամենադժվար, ամենաանտանելի, ամենակորած որդին, որ կարելի է պատկերացնել։ Եվ այն ինչ տեղի ունեցավ նրանց միջև, մի պատմություն է, որը պետք է լինի յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր ընտանիքում, յուրաքանչյուր ծնողի համար, ով երբևէ մտածել է. ես չեմ կարողանում գդուխ անել, իմ երեխան կորած է։ Մոնիկան, եթե նա այսօր գար եկեղեցի խոստովանությամբ,
Գիտեք թե ինչ կասեր. Տեր հայր, իմ որդին հրեշ է։ Եվ նա հեռու չէր լինի ճշմարտությունից, որովհետև Օգոստինոսը, հենց այն Օգոստինոսը, ով հետագայում դարձավ եկեղեցու մեծագույն ուսուցիչներից մեկը, երանելի Օգոստինոսը, իր երիտասարդության տարիներին ամեն ինչ էր, միայն ոչ սուրբ։ Նա Ապոլինի կենակցում էր մի կնոջ հետ։ Նա ուներ Ապոլինի որդի։ Նա ներքաշվեց մանիքեության մեջ մի հերձվածվածքի, որը հերքում էր հին կտակարանի աստծուն։ Նա խմում էր, ժամանակ էր անցկացնում զվարճանքների մեջ, որոնք ես նույնիսկ չեմ նշի։ Ինքը հետագայում գրեց իր խոստովանության մեջ. ես սիրում էի մեղքը։ Ոչ միայն այն բանի համար, ինչ մեղքն ինձ տալիս էր, այլ հենց մեղքի համար։ Պատկերացնում եք։ Նա պատահաբար չէր սայթաքել։ Նա գիտակցաբար, հաճույքով ընտրել էր խավարը։ Եվ Մոնիկան աղոթում էր ամեն օր, ամեն գիշեր, 20 տարի, 20 տարի, մտածեք այդ մասը։ Քարոզը ոչ թե մոր խնդրանքով, այլ հետաքրքրությունից դրդված, որպես կրթված մարդ, ով գնահատում էր պերճախոսությունը։ Նա եկել էր հռետորին լսելու, բայց հանդիպեց Աստծուն, եւ ամեն ինչ գլխի վայր շրջվեց։ Օգոստինոսի դարձի գալու պահը քրիստոնեության պատմության ամենազարմանալի տեսարաններից մեկն է։ Նա նստած էր պարտեզում լաց լինելով, այլևս ի վիճակի չլինելով ապրել այնպես, ինչպես ապրել էր, բայց եւ չկարողանալով կանգ առնել։ Եվ անկարծ մանկական մի ձայն պատի այն կողմից։ Մի երեխա երգում էր մի հաշվերք. Տոլ լելեգե, վերցրու եւ կարդա, վերցրու եւ կարդա։ Երեխան պարզապես խաղում էր, չիմանալով, որ իր ձայնը լսում է մի մարդ, ում աշխարհը փլուզվում է։ Օգոստինոսը վերցրեց Սուրբ Գիրքը, պատահական բացեց այն եւ կարդաց Պողոս առաքյալի խոսքերը, որոնք ճիշտ իր մասին էին։ Եվ այդ վայրկյանին նրա կյանքն ընդմիշտ փոխվեց։ Հասկանում եք, երեխա, մանկական ձայն։ Աստված օգտագործեց մի երեխայի փրկելու համար մի ապագա սրբի, ոչ թե հրեշտակի, ոչ թե երկնային որոտ, այլ երեխայի։ Որովհետև երեխան միշտ Աստծո ձայնն է, միշտ։ Նույնիսկ երբ նա լաց է լինում, նվմվում է ու ոտքերով դոփում, դա ձայն է։ Մենք պարզապես միշտ չէ, որ գիտենք, թե ինչպես լսել այն։ Եվ հիմա ուշադրություն։ Այն, ինչ ես ուզում եմ ասել հաջորդիվ, ամենակարևոր բանն է Մոնիկայի եւ Օգոստինոսի ողջ պատմության մեջ։ Այն պատճառը, թե ինչու ես պատմեցի դա։ Աստված ոչ միայն մենք գրեթե հասել ենք ավարտին, եւ հիմա ես վերջապես ձեզ կտամ այն հարցը։ Այն մեկը, որից ամեն ինչ սկսվեց։ Այն մեկը, որից ծնողները լռում են։ Բայց մինչ այդ ես ուզում եմ ձեզ ուրիշ բան ասել։ Ամենավերջին եւ գուցե ամենակարևորն այսօր ասված ամեն ինչից։ Մենք այսօր երկար ճանապարհ ենք անցել խոսելով 138-րդ Սաղմոսի մասին, այն մասին, թե ինչպես է Աստված հյուսել յուրաքանչյուր երեխայի։ Մենք խոսեցինք Եսավի եւ Հակոբի մասին, այն մասին, թե ինչպես երեխաները պատահական չեն։ Մենք խոսեցինք երեխաների որպես հայելիների մասին, այն մասին, թե ինչպես երեխայի միջոցով Աստված ցույց է տալիս մեզ մեր չբուժված վերքը։ Մենք խոսեցինք Հոբի մասին, այն մասին, թե ինչպես է Աստված երեխա տալիս այն ծնողին, որը դուք դեռ միայն կդառնաք։ Եվ մենք խոսեցինք Մոնիկայի եւ Օգոստինոսի մասին, այն մասին, թե ինչպես է Աստված մեկ երեխայի միջոցով փրկում երկուսին։ Բայց ես դեռ չեմ ասել գլխավորը, հենց ամենավերջինը, ինչի համար էր այս ամբողջ խոսակցությունը։ Այս տեսանյութի վերնագիրն է. ինչպես է երեխան իրականում ընտրում ծնողներին։ Եվ շատերը, ենթադրում եմ, սպասում էին, որ ես կասեմ. այո, երեխայի հոգին այնտեղ, երկնքում է, նայում է ներքև եւ ընտրում այս մայրը, այս հայրը։ Գեղեցիկ միտք է, բայց դա ուղղափառ ուսմունք չէ։ Եկեղեցին դա չի ուսուցանում։ Ճշմարտությունն ավելի խորն է եւ ես կասեի. Եվ հիմա ահա հենց այն հարցը, այն մեկը, որը ես տալիս եմ ծնողներին, այն մեկը, որը լռեցնում է նրանց։ Երբ մայրը կամ հայրը գալիս են ինձ մոտ եւ ասում. Տեր հայր, ինչու ինձ այսպիսի երեխա բաժին ընկավ։
Ես նայում եմ նրանց աչքերին եւ հարցնում եմ. իսկ դուք չեք մտածել մյուսի մասին։ Ոչ թե այն, թե ինչու ձեզ այսպիսի երեխա բաժին ընկավ, այլ ինչու երեխային այսպիսի դուք բաժին ընկաք։ Լռություն։ Որովհետև մենք միշտ մտածում ենք ինքներս մեզնից ելնելով. ինձ դժվար է, ինձ բարդ է, ինձ անհասկանալի է, ինձ ցավոտ է։ Բայց երեխան նա նույնպես չի ընտրել։ Նա նույնպես ստացել է ձեզ, ձեր բոլոր վերքերով, ձեր բոլոր վախերով, ձեր ողջ ինքնատելությամբ, որը դուք երբեմն առանց ինքներդ նկատելու թափում եք նրա վրա։ Աստված տվել է այս երեխային ձեզ, բայց նա նաև տվել է ձեզ այս երեխային։ Եվ հարցն այն չէ, թե արդյոք դուք գլուխ կհանեք նրանից։ Հարցն այն է, թե արդյոք դուք կլինեք այն ծնողը, որին արժանի է այս երեխան, որին Աստված նախատեսել է նրա համար։ Պողոս առաքյալը գրել է Եփեսացիներին. «Եվ դուք, հայրեր, մի զայրացրեք ձեր զավակներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով և ուսմունքով։ Մի զայրացրեք, մի կոտրեք, մի վերափոխեք նրանց ձեր ճաշակով, մեծացրեք նրանց Տիրոջ ուսմունքով։ Իսկ Տիրոջ ուսմունքը սերն է, համբերությունը, ներողամտությունը, հեզությունը։ Այն, ինչ ձեր երեխան գուցե արդեն սովորեցել, ես ուզում եմ ավարտել մի աղոթքով, հենց նրանով, որը նշեցի։ Ես գտել եմ այն մի հին վանքի աղոթագրքում, եւ այն ժամանակվանից ի վեր ես արտասանում եմ այն ամեն անգամ, երբ երեխա եմ մկրտում, կամացուկ ինքս ինձ ծնողների համար։ Տեր իմ Աստված, դու հյուսեցիր իմ երեխային արգանդում եւ դու ճանաչեցիր նրան նախքան ես կտեսնեի նրա դեմքը։ Ներիր ինձ, Տեր, ամեն անգամ, երբ ես փորձել եմ վերաշահադրել այն, ինչ դու ես գրել։ Տուր ինձ իմաստություն, տեսնելու իմ երեխայի մեջ ոչ թե իմ սեփական կամքը, այլ քո սուրբ նախախնամությունը։ Տուր ինձ համբերություն, երբ ես չեմ հասկանում։ Տուր ինձ խոնարհություն, երբ ես ուզում եմ վերափոխել։ Տուր ինձ սեր։ Այն սերը, որով դու սիրում ես քո յուրաքանչյուր արարածին, առանց պայմանների, առանց պահանջների, առանց եթեների։ Տեր, ես չգիտեմ, թե ինչու դու ինձ տվեցիր հենց այս երեխային, բայց ես հավատում եմ, որ դու գիտես, եւ դա ինձ բավական է։ Ամեն։ Պահպանեք ձեր երեխաներին։ Ոչ նրանց, ում դուք ուզում էիք, այլ նրանց, ում Աստված տվեց ձեզ, որովհետև հենց նրանք են ձեր ուղին դեպի երկնքի արքայություն։ Դուք այլ ուղի չունեք։ Աստված ձեզ պահապան։